19 թվական Լոռու մարզ, Դսեղ գյուղ։ Բոլորն էլ գիտեն, խոսքը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մասին է։ Հոգևորականի ընտանիքում ծնված առաջնեկը ստացավ զինվորական պապի անունը։ Ծնողներն ամենայն հավանականությամբ կանխազգացել էին, որ հանճար են լույս աշխարհ բերել, ու հենց ծնված օրից նրան յուրահատուկ մոտեցում էին ցուցաբերում։ Օրորոցում նրան չէին ճոճում, ասում էին թող միտքը միշտ պայծառ մնա, չորորվի։ Հայ գրականության ամենահայտնի ու ամենաժողովրդական գրողը կրթություն գրեթե չի ստացել։ Ստացած գիտելիքները ընթերցանության արդյունք են։ Իր գրադարանը նա դժվարությամբ է հավաքել, երբեմն վերջին լումաներով։ 2000 գիրք ուներ, որից 200-ը վերցրել ու հետ չէին վերադարձրել։ Հենց դրա համար նա իր գրասենյակում փակցրել էր, խնդրում եմ չծխել ու գիրք չխնդրել գրությունը։ Կյանքի վերջին վայրկյաններին էլ զավակներին հորդորել է գրադարանը լավ պահել։ Հովհաննես Թումանյանը ստեղծագործել է իր կյանքի գրեթե ամբողջ ընթացքում, գրել է բոլորի համար, ամենափոքրերի ու ամենամեծերի, պատանիների ու երիտասարդների, կանանց ու տղամարդկանց համար։ Գրել է հասարակ ու պարզ լեզվով, բայց խորը ու բովանդակալից։ Հեքիաթներից մինչև քառյակներ, բանաստեղծություններից մինչև պոեմներ, բոլորն էլ ուսուցողական, տպավորիչ ու հիշվող։ Հովհաննես Թումանյանի գրական գործունեության մաս են կազմում նաև թարգմանությունները։ Մոտ 10 լեզվից նա թարգմանել է պատմվածքներ, հեքիաթներ, բանաստեղծություններ ու պոեմներ։ Նա թարգմանել է Լերմոնտով, Պուշկին, Գորկի, Գյոթե, Բայրոն։ Թումանյանը սովորություն ուներ խմբագրելու իր ստեղծագործությունները, անգամ եթե դրանք մեկ անգամ տպագրվել էին։ Այդպես եղավ նաև Անուշ պոեմի հետ։ Այն գլուխգործոց դարձավ միայն վերջին մշակումից հետո։ Հենց այդ տարբերակը ընթերցելով Կոմիտասը որոշեց գրել Անուշ օպերան, որը ցավոք մնաց կիսատ։ Հետո օպերան գրվեց, արդեն Արմեն Տիգրանյանի ձեռամբ։ Նա չդադարեց ստեղծագործել անգամ երբ բանտում էր։ Օրինակ մի կաթիլ մեղրը նա գրել է հենց այնտեղ, իսկ իր ձեռագրերը փոքր դստեր, թամարի շորերի մեջ թաքցրած, ուղարկել է դուրս, որ չոչնչացնեն։ Թումանյանն ուներ հոբի, սիրում էր լուսանկարել եւ լուսանկարվել։ Ուներ մի քանի ֆոտոխցիկ, իսկ տանն անգամ հատուկ տաղավարներ լուսանկարվելու համար։ Նա տանել չէր կարողանում ստատիկ կադրերը, հորդորում էր բոլորին պատահմամբ նկարել։ Նա առաջիններից մեկն էր, որ ինքնանկար, սելֆի արեց ու դրանով եւս դարձավ պատմության մի մաս։ Թումանյանը մահացավ Մոսկվայում 54 տարեկան հասակում։ Նրա որդին Արեգը դիահերձարանից գողացավ հոր սիրտը, 10 տարի այն գաղտնի պահելով իր բնակարանում։ Ավելի ուշ Թումանյանի սիրտը թաղվեց Լոռու մարզի Դսեղ գյուղում, այն բակում, որտեղ ծնվել էր այդ բարի սրտով մարդը՝ Հովհաննես Թումանյանը։